Collection hash table եւ dictionary hash table hash բառը մեզ շատ դեռ պետք կգա հեշավորում եւ այլն այդպիսի գաղափարախոսություն կա որը որ կապված է տվյալ կոդի հատվածը մի այլ ձևով ավելի խտացրած ավելի ինքնուրույն ձևով տեսնելու համար եւ դա security-ում ենք անցնում անվտանգության մեծ բաժնում հիմա մենք փորձենք collection ունենալ որի անունը ենթադրաբար hash table-ը դա ինչ է նշանակում դա նշանակում է որ ինքը նույնպես ինդեքսով կարող է տեսնել սակայն այդ ինդեքսը կարող է լինել հատուկ բառ թե մենք մոտենանք մեր համակարգին այսինքն ինչ որ մի տարածք է թող վեկտոր չէ նույնիսկ կարող է բազմություն լինի այս տարածքում տվյալներ ու ընդհանրաբար ունեն A, B, C ինչ որ տվյալներ են եւ բանից բարձում է մենք իրեն կարող ենք դիմել ինչն է հետաքրքիր եթե ես ունենայի iList ես ինդեքսով կդիմեի I ասենք 5-րդ 6-րդ եւ այլն եթե ինդեքսով չի թվային, բայց նույնպես ինդեքս է հանդիսանում եւ այս էլեմենտը ստացվում է փնտրման ալգորիթմի շնորհիվ, այսինքն հնարավոր է ստեղ լինի 6-6 ինքը փնտրի A-ին, ստեղ լինի 11 փնտրի H-ին, հնարավոր է ստեղ լինի AB նույնպես AB-ին փնտրի A-ին, ստեղ լինի CD եւ այլն Այսինքն ստացվում է որ մենք collection ունենք անունը hash table-ը ինքը generic չի իր generic տարբերակը հաջորդն է եւ hash table-ների ամբողջ իմաստը որպեսզի արագ մենք այս collection-ի հետ աշխատենք այս տվյալների աշխատենք զույգ սիստեմա է կոչվում key բանալի եւ value մեզ մոտ ստացվում է որ value-ն այս տվյալներն են, հին այն ինդեքսանման կամ փնտրման կամ կարճ ասած այն հայտանիշը, որի միջոցով տվյալին մենք մոտենում ենք։ Սրանք էությունը այս տեխնոլոգիայի կոչվում է բառարանային տեխնոլոգիա։ Բառարանը բացում եք, մի լեզվով գրած է մի բան, այսինքն եթե հայերեն գրած է կատու, ինչ անում։ Այս մասում ապա մեջը կամ նրա value մասում, այս մասում գրած է ենթադրաբար cat։ Ստացվեց որ բառարանային տեխնոլոգիան նույնպես տվյալների կուտակման տեխնոլոգիայից կամ տվյալների առանձնացման կամ տվյալների construction կառուցվածքային տեսակետից թույլատրելի է։ Dictionary-ն նոր բան առանց մեր իմացած ինդեքսի չի։ Ուրեմն ստեք անցանք, քո անցանք, list անցանք, array ունենք, հավերժ, սա նորություն է։ Ինչու hash։ Բանից պարզում է, որպեսզի այս բանալիները մեզ համար հասկանալի եւ ցանկանալի արագ փնտրենք, ապա այս բանալիները, այս սրանք, որի միջոցով փնտրում ենք արժեքը, այս բանալիները հատուկ ինդեքս հատուկ հեշտավորված թիվ է Եվ հեշավորման թիվը դա ծրագրավորման մեջ շատ մեծ տեղ է գրավում, կրիպտոգրաֆիայում առավել ևս։ Հեշտավորված թիվը, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու տեխնոլոգիա։ Ինչն ավելի հետաքրքիր, որ հեշավորումը այս քիչ երբեք չպետքա կրկնվի, այսինքն այս տողում երբեք կրկնվող քիչը պետքա լինի։ Սա նման է, ասենք, մեզ իմացած ինդեքսերներին, որ անցել ենք C#-ից, որտեղ Գերբերդելով եւ integer-ով կարող ենք դիմել եւ string-ով։ Այս string-ի ժամանակ ինքը ոնց որ poist անում, այսինքն փնտրում է կատարում։ Ինչևից է, հեշավորման իմաստը ընդհանրապես ծրագրավորման մեջ մի լուրջ թեմա է, կոդը վերածում է մի այլ կոդի, օրինակ parse թվերի շարք կարաստամ, իր համար եւ այդ parse թվերի շարքում ինքը իր որպես ինդեքս կվերցնի համապատասխան տեղը։ Հիմնականում արագություններ ապահովելու համար, այսինքն արագ գտնելու տեխնոլոգիայով այսպիսի սիստեմա գոյություն ունի։ Ուրեմն ստացվեց որ collection hash table-ը գոյություն ունի, նրա generic-ը մի քիչ հետո կանցնենք, կոչվում է hash dictionary, hash table-ի հիմքում hash-ը նստած անունը
Բայց հետո զարգացումը ապրեց generic-ում, որ իր հիմքում dictionary-ն է դրած։ Երկուսն էլ ճիշտ են, մեկը երկուսն էլ կատարում են բանալու միջոցով, ահա key միջոցով, եւ ստացվում է, որ հատուկ բառը չի կարող կրկնվել, այս key-ն է այդ հատուկ բառը։ Պարզա, ցանկալի իր կիրառման տեղը ինքը կունենա։ Ընդհանրապես այստեղ կարելի է նշել, DeepSeek-ից ենք վերցրել արդեն, տեսեք, օգնություն միշտ օգտվեք AI-ից, հա։ Եվ այստեղ կարելի ավելացնել ոչ մոտեցումը առանձնահատուկ տեղ է գրավում ծնագավորման բնակավարում օրինակ տվյալների բազաների ինդեքսավորման հեշի մասին է խոսքը հեշտավորման հեշով քեշավորել օրինակ քեշ է լինում պրոցեսորում քեշ է լինում ծրագրային հատվածում այսինքն ժամանակավոր բուֆեր աշխատացնելու համար արագագործ տեղ առավել եւս շատ է կիրառվում եւ շատ մեծ տեղ ունի հեշտ գաղափարը Կրիպտոգրաֆիայում դուք հեշավորում եք, որպեսզի ծածկեք ձեր կոդի մեծությունը կամ control անեք։ Պարզա հեշավորում կա նաև հենց hash table-ում եւ dictionary-ում։ Այսինքն այսպիսի բան կա։ Մենք հեշավորման տեխնոլոգիա վերցրել նույնիսկ get hash code ենք վերցրել։ Եթե ասենք ստեղ կա որևէ A class, B class, ասենք եթե ստեղ ես գրում եմ ինչ կա ստեղ A object, չէ, չունեմ, ոչինչ։ Գրեմ A, OB, մեր հին ընկերը թող գա, ահա, և console write line անեմ, սա ուղղակի հիշեցում է, OB get hash կոդ, տեսեք այս hash-ը նորից մեզ մոտով անցավ, ամենավերջում, եկեք այդ մնացածը մենք չնկատենք, 5 միլիոն ինչ-որ թիվը, այս թիվն է, եթե ես մնացածը հանկարծ ջնջեմ, որ ավելի ընթերնելի լինի, ապա մենք նույնիսկ hash կոդի հետ խապնվել ենք հետևյալ ձևով, A կլասը իր օբյեկտներով է աշխատում, մարդուն հարմար է, ծրագրավորողին հարմար է, ընդհանրապես կոմպիլյատորին հարմար է օբյեկտով աշխատել կամ բառերով, ինքը իր համապատասխան մի հատ hash կոդ է դնում, ինքը այս թվի հետ ավելի արագ է աշխատում, ինքը ոնց որ sense իր համար մի հատ սիստեմա սարքում, նու թվային է այստեղ, թվային սիստեմա սարքում եւ բանից բարձում մենք խոսում ենք օբյեկտի մասին։ Ծրագիրը խոսում է իր hash կոդի մասին եւ ամեն ինչը hash կոդով է գնում եւ եթե մենք երկու կլասի երկու օբյեկտներ համեմատում ենք, ինքը hash կոդերն էր համեմատում եւ ունենալով ենթադրաբար օբյեկտ 1 եւ օբյեկտ 2 մենք այդպիսի բան փորձել ենք օբյեկտ 1 դրակ մի վարքյան սա կրկնությունա, բայց պետքական է օբյեկտ 2 ես օբյեկտ 1-ը կարող եմ hash կոդը նայել այդքան կարևոր չի որքան որ երկուսի մեջներ լռելությամբ նույնն է հիմա եթե ես console write line անեմ եկեք view hash կոդերներ նայենք, սա կրկնություն է, բայց շատ պետքական, որովհետև հենց hash table-ին էլ գալիս է։ Երկու hash կոդերը, քանի որ տարբեր են, ապա ստացվում է, որ եթե ես գրեմ OB1 equals եթե չեք մոռացել, ինչ անում, equals պարամետրում, որպես օբյեկտ OB2 լրիվ նույնն է, լռելությամբ, իր մեջ նույնն է, այստեղ կարող եմ edge-նել ինչ-որ թիվ տալ, նույնը կլինի, name-ը կարող եմ տալ, ասենք ABC, տեղում վերագրենք, ասենք AB, edge-ն էլ ենթադրենք տալ 77, այստեղ toString-ը վերավորոշումը դեռ թողնենք փոքր, ինքը մեզ չխանգարի։ Ստացվում է, որ եթե ես երկուսը ես ցանկանում եմ համեմատել, ինչ ենք ստանում։ False։ Ինչու false։ Որովհետև ինքը համեմատում է օբյեկտները լրիվ մեջինը նույնն է։ Սակայն ինքը համեմատում է նրանց hash կոդերը։ Պարզա եթե հանկարծ ստեղ լիներ ստրուկտուրա, սա ուղղակի կրկնություն է, ստրուկտ ստրուկտի A-ի հետ կապված ես պետք է սրանց արժեքներ իրավունք չունեմ տան, դա եթե name-ը E-ով գրենք, որտեղ խառնվել են,
Ստրուկտուրայում նախնական արժեքները իրավունք չուներ, բայց այդտեղ ինքը true կտա։ Ինչու՞։ Ստրուկտուրայի hash table-ները, բանից բարձում է, hash կոդերը սխալացեցի, նույնն է, կլասի hash կոդերը տարբեր են, այսինքն մենք hash կոդի մասին այդպիսի խնդիր լուծել ենք միասնական։ Գնամ առաջ։ Հիմա hash կոդի կամ օբյեկտի hash լինելը կամ ընդհանրապես collection-ներում hash կոդի օգտագործումը սկսենք ոչ generic տարբերակից։ Ինքը dictionary-ը, այսինքն մի քիչ առաջ սխեմայով բացատրեցի, որ key value հարաբերությամբ նորություն է, որպես collection մեզ համար սա նորություն է։ Հիմա լավագույն hash տարբերակը, ես կարող եմ մեծ capacity տալ, այսինքն մեծ տարածք տալ իրեն, եւ այս մեծ տարածքի շնորհիվ փորձեմ hash table-ը կարող եմ մեծ տարածք տալ, հիմա մեծ տարածք չեմ տալիս, սխալ ասեցի։ Ուղղակի զորական տարածք, ինքը նույնպես նույն ձևով կմեծանա։ 3 հատ անուն է դրված, ինչն է հետաքրքիր, եթե ես հանկարծ այստեղ ինքը կաշխատի ինչ որ բան կտա, հիմա մենք կնայենք իրար, բայց եթե ես հիմա add անեմ նույնը, այստեղ էլ գրեմ այս թիվը, այսինքն անունը, որտեղ առաջինը key-ն է, եթե այստեղ նույնպես անուն վերցնեմ եւ աշխատացնեմ, ինքը կասի, որ դուք իրավունք չունեք ըստ մեր պայմանավորվածության, գոնե այստեղ պետքա key-ն տարբեր լինի։ Ինքը այս անի Ալբերտ, այս արտահայտությունների hash կոդը ինքը կվերցնի, այսինքն ինքը իր համար ստեղծի իր արժեքը։ Շատ լավ։ Եթե ես աշխատացնեմ, կլինի ասենք իր պարունակությունները, ընտրեմ 3 հատ, count-ը 3 կլինի, մեկը կհանեմ, ես կարող եմ եւ key-ով նայել եւ value-ով նայել։ Ես հիմա key-ով եմ ցուցադրել եւ ցուցադրել եմ, տեսեք, ուրեմն string միջև key value, այ collection-ով էլ կարող եմ տեսնել, այսինքն ստացվում է մոտավորապես իր տարողությունը Ալբերտ A30 որքան եւ փորձեմ տարողություններն էլ տեսնել։ Key-երի միջոցով մենք էսա հանենք, որ տեսնենք like index սրա կոչվող, ահա, եկեք սրան հանեմ, վարկան, հեչ դասերի մեջ են մտնում, շատ տարածված են, ահա, 3 անդամ ունի, քանի որ remove արված մեկը, մնացել է այս երկուսը, կարող եմ ես նա value-ով նայել իրեն, ահա, տեսեք, մեջի 3 հատը կապ չունի 25-77 ստացվեց, և եթե մենք iCollection key-ն վերցնենք, սա էլ ուրիշ տարբերակ է, չի խանգարում, և ինդեքսատորի նման ոնց որ մենք ինչպես մենք անցել ենք, եկեք հիմա ստեղ հեռացնեմ, որ ինքը այս remove-ն էլ թող մնա կամ եւ այլն, ես կարող եմ key-ն վերցնել եւ for each-ով էլի այսպիսի արտահայտությամբ վերցնել, այսինքն բոլոր դեպքերը նույնն են, երբ հնարավորություն են տալիս աշխատել իր հետ։ Գնանք նրա generic տարբերակի մոտ։ Dictionary-ն զարգացել է, որտեղ generic-ը որ դուրս եկավ մոտ 2005 թվականին, մենք արդեն սովորականով չենք վերցնում։ Dictionary-ն ունի իր ինչպես hash table-ը մոռացա ասեմ, ուրեմն ունի իր կոնտրակտները, iCollection ունի, iNominable ունի, տեսեք, iClonable ունի, որը մենք անցել ենք, իրավունք ունի, եւ ինքը ունի iDictionary։ Այսինքն, որի մեջ մտնում են սրանք, այսինքն collection-ը, որ դուք իրավունք ունեք ավելացնեք եւ հանեք, collection տեխնոլոգիաներով է, enumerable-ը ցույց է տալի for each-ը կաշխատի, serializable-ը մուտք ելքից ենք անցել, այստեղ մենք չենք կիրառում, dictionary-ն իր ժառանգական տեխնոլոգիայով այս երկուսի հետ կապնված է, այսինքն մենք dictionary տեխնոլոգիայից ենք օգտվում։ Հիմա dictionary ինչ ունի իր հետ կապված։ Նա տիպիզացվածն է եւ պայմանավորվենք որևէ type generic տարբերակը թույլ է տալիս տիպիզացնել, այսինքն հսկում ու ուժեղացնել, տիպիզացման ամբողջ իմաստանանում է կայանում, որ մեզ մոտ կարող ենք տիպերի վերափոխարկում օպերացիայից հրաժարվել
եւ հսկումը ծրագրի տվյալ հատվածում ուժեղացնել սխալների դեմ դա։ Ինչևից է ջեներիկները հիմա տարածված են, գտնվում են այդ համակարգում։ Ուրեմն տեսեք, dictionary-ին եւ hash table, ինչպես ասեցինք, նրա գեներիկ ավելի շուտ տեսակն է, էլի նույն ձևի key եւ value վերցնում է այդ երկու արտահայտությունները, այսինքն ըստ key ինքը իր տվյալների կուտակիչը ըստ աշխատում է ըստ value-ով։ Այդտեղ նույն value-ն կարելի է մեծատառով գրել, քանի որ այդպես ընդունված կարգա։ Hash ֆունկցիայից ենք օգտվում, եւս մի անգամ կարող ենք իր հետ փորձել աշխատել։ Ուրեմն hashing-ը տեխնոլոգիա, որտեղ կա մի hash ֆունկցիա, որ հատուկ ձևով բանալի է ստեղծում։ Ուրեմն ստացվում է, որ վերածում է ինչ որ ինդեքսի, պարտադիր չի ինդեքսը լինի թիվ, բայց ցանկալական թիվ են ստեղծում։ Ինքը ինդեքսացիայի իր ձևն է գտել, հատուկ բազմություն է դա տվյալների, օրինակ, dictionary-ում շատ տարածված պարզ թվերի տեխնոլոգիան։ Ինչևից է, չմոռանանք, որ հեշավորման տեխնոլոգիաներում գոյություն ունի հատուկ ֆունկցիա մեզնից հեռու, ավելի շուտ մեզնից ծածկված, որը որ զբաղվում է հեշավորման թվերի ներկայացման տեխնոլոգիայով։ Ինչն է իրան օգնում, որ ինքը արագ փնտրման կազմակերպում, ուրեմն ըստ բանալու արագ է կազմակերպում։ Եթե լիստում, լիստ կոլեկցիայի նման ավելացնենք կամ հեռացնենք, սակայն բառն աշխատում է ավելի արտադրողական։ Տեսեք, լիստում, այս լիստը որ նշված է, էլեմենտների տեղաշարժի խնդիր կա, RAM-ի տեսակետից։ Իսկ եթե hash table-ով եք աշխատում, դուք էլեմենտները չեք տեղաշարժում։ Ինքը ստացվում է, որ list կոլեկցիայի նման աշխատում, բայց ավելի արագ։ Ամենը իր առավելությունը եւ թերությունը ունի։ Բառարանը dictionary-ին, իր list generic-ի համատելուց հետո մենք մի հատ փոքր անցում կատարենք, նշված է, որ օրինակ, եթե մենք հանկարծ բանալին որոշում ենք, ապա object class-ի hash code-ը պետք է անպայման վերավորոշել։ Ինչու՞։ Մենք անցել ենք, որ եթե equal ենք անում, hash code-ը վերավորոշում ենք, որտեղ շատ դեպքերում, շատ պատմություն է, շատ դեպքերում մենք hash code-ը եթե չվերավորոշենք, equal-ը եթե վերավորոշում եք, hash code-ը չեք վերավորոշում, ապա ստացվում է, որ դուք կարող եք սխալ թույլ տալ, որտեղ ինքը hash code-ով է աշխատելու եւ տարբեր hash code-եր կլինեն։ Այստեղ կլինի փոքր վտանգի տեխնոլոգիան կաշխատի։ Ուրեմն ինչպես մենք նախորդ դասերում ենք անցել, եթե equal-ը մեթոդը վերավորոշում եք, hash code-ը պետք է վերավորոշել եւ օրինակ, ասենք, շատ դեպքերում վերցնում է պարզ թվերի մի համակարգ hash code-ը եւ արագ փնտրման համար այդ պարզ թվերը հեշտ են աշխատում։ Կարճ ասած, hash ֆունկցիայի տեխնոլոգիան մի առանձին մեծ թեմա է, որը մենք նախորդ դասերից մեկում ասել ենք, որ եթե վերա equal հետ կապված, անպայման dictionary-ներում պետք կգան, որովհետև այնտեղ hash code-ով է աշխատում եւ եթե դուք equal-ը վերավորոշել եք, վտանգ կա։ Հիմա ինչպիսի տիպեր կան, որոնք որ ցանկալի է key լինի։ String-ը արդեն ներքին կարգով վերավորոշված է իր equal եւ hash code-ը։ Այսինքն, եթե դուք բանալի եք օգտագործում, նրա hash code-ը հատուկ թույլատրություն է ստացած եւ equal-ը վերավորոշված է։ Integer-ը ցանկալի չի, որովհետեւ integer դեպքում ավտոմատ integer-ի մեջ integer եթե հիշում եք, թիվը իր hash code-ն է համարում։ Այսինքն, եթե դուք key-ն վերցնում եք integer, դուք ռիսկի գոտի եք մտնում եւ ցանկալի չի այդպիսի բան անել։ Այսինքն պետք է կարողանալ հասկանալ, որ integer բանալին իր ներքին կարգով վերավորոշված չի կամ ինքը տալիս է ինքը չի աշխատացում այն hash code-ի ֆունկցիան, որը մեզ պետք է։ Ինչևից է, խորհրդատերում dictionary-ում integer չօգտագործել ելնելով այս գաղափարախոսությունից։ Եվ եթե նայենք dictionary-ին իր կառույցով կունենա ավելացնել, որտեղ ունի I collection,
Contain կարող է նալ, ջնջել կարող է լինել, կարող է հատկանիշ քիով ամբողջ քիերը նայել, հատկանիշ վելյով ամբողջ վելյուները նայել։ Նույնիսկ ինքը ունի իր ինդեքսատորը, այսինքն մենք կարող ենք նույնիսկ ինդեքսատորով աշխատել իր հետ։ Շատ լավ, եւ փոքր օրինակներ։ Անլի տարածքը նշված է, բայց անլի տարածքը չի ավտոմատ է ճանաչում վերջի Visual Studio-ների շնորհիվ։ Այստեղ teen string-ը, բայց ցանկալի է, որ integer չլիներ, բայց integer-ն էլ կաշխատի, մենք տեսնենք։ Հիմա փորձեմ dictionary կարող է լինել, ասենք սկզբից, պես ասեցինք, capacity-ով կարող ենք փոքրացնել, ինքը նախորոք տեղվեցնել, եթե չէ, ինքը ինչ-որ աստիճաններով մեծացնում է, դա ընդունված կարգ է։ 3 անուններ կան, count-ը կա, iCollection-ով ես կարող եմ key վերցնել for each-ով նայել, կարող եմ value-ն վերցնել for each-ով նայել։ Փորձենք։ Ահա։ Սկզբից նայենք։ Այսպեսի տեխնոլոգիա count-ով եւ այլն, ստացվում է, որ ես կարող եմ նաեւ կոնսոլրացնել like ինդեքսատորը, այսինքն ամենավերջինը մենք կանչում ենք dic եւ կանչում ենք այս հրամանով։ Ես ոչ թե կանչեցի iCollection-ով եւ key-ով, այլ կանչեցի միանգամից։ Ելնելով մեր լեկցիայի այս հատվածից, որ ինքը նաեւ ունի indexer, նշված իմ օրինակի այս մասը ինքը իրեն կաշխատի։ Բարձավելուները մենք կարող ենք իր հետ ստանալ, խնդրեմ, կարող ենք աշխատացնել, այստեղ կլինի S dictionary S-ը, այսինքն ըստ բանի ագանով, C-ը գալիս, որը գալիս է key, եւ կարող ենք տալ key եւ value։ Կարճ ասած, բոլոր հատկանիշներով եւ for each-ով ինքը կաշխատի։ Սա հեշտ թեմաներից մեկն էր եւ ավելին, մի քիչ ավելի խորացնենք, փորձենք հակառակը, որը կաշխատի մեզ մոտ նորմալ, բայց ցանկալի չի, որտեղ այստեղ ծրագրավորման կազուս է կոչվում, collision է կոչվում, սխալ ասեցի, key collision է կոչվում, որովհետև ինքը այնտեղ վերածում է պարզ թվերի, փորձում է համընկնումները թույլ չտա, երբ որ համընկնումները տեղի ունենում, ապա ինքը պրոբլեմ է տալիս, այսինքն թվերի մեջ կարող տենց խնդիր լինի։ Առաջինը թիվ, երկրորդը string, սա էլ է թույլատրում, սա էլ է dictionary դառնում։ Նույն ձևով կարող ենք վերցնել iCollection տեխնոլոգիայով key-երը, for each-ով իրեն նայել, հետո կարող ենք վերցնել value-ները, for each-ով իրեն նայել, կարող ենք ինչ-որ մի բան ջնջել, էլի integer-ով է գալիս, կատարել եւ հնարավորություն ունենք ցուցադրել, ասենք console key 5-ը կամ ասենք contain value-ը հրաման է, որը իր հետ ունի։ Ասես վատ ծրագրային հատված, որ իմաստ չունի հիմա քննարկման առարկա դարձնել, բայց ամփոփելը շատ տեղին կլինի։ Ամփոփումը հետեւյալն է, որ բառարանային եւ hash table-ի տեխնոլոգիաներով, այսինքն hash կոդավորման տեխնոլոգիաները եւ բառարան տեխնոլոգիաները դրված են այս երկուսի մեջ, նրա վերջնական ամեն դեպքում dictionary-ն է, առաջինը key կլինի, որը կրկնվող էլեմենտ է, իր value-ով։ Եվ ինքը կարող է աշխատել։ Չմոռանանք, որ dictionary-ն նույնպես, ինչպես hash table-ը, key-ն hash կոդով է աշխատում, հատուկ հեշավորման մեխանիզմով, ֆունկցիայի միջոցով այդ hash կոդերը ինքը կստանա։ Պարզ դասերից մեկը sort dictionary եւ sort list։ Ինքը նորություն է այդ առումով, որ ասենք տեսեք list-ի հետ ենք համեմատելու հիմա։ Միակ generic տարբերակ է։ Ուրեմն մենք բանից պարզում է, որ ունենք նաև sorted list, որը նույնպես key-ով եւ value-ով է աշխատում, եւ ունենք sorted dictionary։ Բառը արդեն ամեն ինչ կհուշի։ Բառը հուշում է հետեւյալը, որ dictionary-ն եւ parza sorted list-ը, sorted dictionary-ն աշխատում է ինքը սորտավորված կոլեկցիայի հետ ըստ բանալու, այսինքն ինքը միշտ մեզ սորտավորված կտա։
Ինչպես list-ը, այնպես էլ dictionary-ն երկուսն էլ նույն գործով են զբաղվում, բայց ամեն մեկը իր տեխնոլոգիաները ունի եւ տեսնենք, ասենք տարբերությունը ինչումն է, ուրեմն փորձենք կարդալ կլաս, ուրեմն sorted list-ը ցուցակի վրա է հիմնված, նու իր հիմքը զանգվածնա list ցուցակի տեխնոլոգիաներով, իր առավելություններով եւ իր թերություններով։ Dictionary հիմքում մտածա բառարանային սկզբունքը, որի հիմքում հեշտ կոդի տեխնոլոգիան է դրված։ Պարզա ամեն մեկը իր առավելությունը եւ թերությունը կարող է ունենալ, կարող ենք դրանք կարդալ, կլաս ավելի քիչ հիշողություն է զբաղեցնում, քան sorted-ը, որովհետեւ ամեն դեպքում sorted dictionary-ն իր հեշտ կոդի հետ կապված վերցնում է շատ տեղ։ Ուրեմն քիչ տեղագրում, սակայն պետք է հիշել, որ sorted dictionary կլասը արագ է հեռացնում էլեմենտները եւ ավելացնում։ Պարզ է, այս երկուսի փոքր չափորոշիչները կարող ենք ունենալ, վերջում էլ կարող ենք նշել։ Եթե անհրաժեշտ է ավելացնել էլեմենտ, որն արդեն սորտավորված են, այդ դեպքում sorted list ավելի արագ է։ Իսկ եթե եւ կոլեկցիայի չափերը փոփոխման ենթակա չի։ Եթե collection-ը, այստեղ ցանկացա ասել, եթե collection-ը չափերը հաճախ չի փոխվում, ապա list-ը լավ է։ Եթե collection-ի, dictionary collection-ի եւ սորտավորված collection-ի չափերը հաճախ են փոխվում, ցանկալի է sorted dictionary-ից օգտվել։ Երկու փոքր նրբություններ են իրենց ներկայացնում, իրենց պայմանագրային տեխնոլոգիան կարող են ունենալ, նույնիսկ այստեղ չեմ նշել, հարկ չեմ համարել, փորձենք փոքր օրինակ եւ դրանով վերջացնել։ Sorted list ենք վերցնում, որևէ մեկը, sorted collection-ով էլ կարող ենք նույնը կատարել, sorted list ենք վերցնում, string-ը կհամարենք բանալի, ինքը կաշխատացնենք, ինչ անում, նույն ձևի add անում, նույն ձևի վերցնում i collection-ից, key վերցնում է, key-երով ցուցադրում է։ Մենք ունենանք այս եռյակը, որը ես մուտք է արել, ուրիշ բան չենք այստեղ ավելացնում, արագությունների տեխնոլոգիան համեմատման ցանկալի է աշխատանք կատարել, այստեղ նշված չի։ Պարզա ցանկալի կնի այդ արագությունները փորձել ստուգել, ու դասավանդումից դուրս է։ Նույնը կարող է sorted dictionary-ով, նույն ծրագիրն է աշխատում, ինքը բացարձակ նույն արդյունքն է տալիս եւ իր առումով այս երկուսը թույլատրել է իր աշխատանքը կատարել։